Գտնում եմ, որ Սրբազան պայքարի աջակից գործարար Տիգրան Գալստյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխել է վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։ Շուրջ 4,5 ամիս կալանավորված գործարարի առողջական վիճակը բանտում սրվել է։ 1 ամիս է անվասայլակով են Տիգրան Գալստյանին դատարան բերում։ Չի կարող քայլել։ Նա ողնաշարի մոտ 10 ճողվածք ունի, ցավերը չեն անցնում։ Էպիկրիզն է դատարանին ներկայացնում փաստաբան Միհրան Պողոսյանը։ Ինքնուրույն ինչ-որ գործողություններ անել, դրանք բացառված է։ Այդ ցավայի զգացումները հիմա է, ոտքերը չի կարող անում շարժի։ Ըստ փաստաբանի, մինչև կալանավորվելը Գալստյանը ոտքի վրա է եղել, բայց առողջական խնդիրներ ունեցել է։ Դրանք բարդացել են քրեակատարողական հիմնարկում։ Առաջ է եկել ամենայն հավանականությամբ պատշաճ խնամքի բացակայության պատճառը քրեակատարողական հիմնարկ ներկայացվելուց։ Առողջություն եմ մաղթում Տիգրան Գալստյանին։ Մեղադրյալին առողջություն մաղթելուց հետո դատախազ Հայկ Հովհաննիսյանը միջնորդում է խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխել։ Ըստ դատախազի, եթե խափանման միջոց առհասարակ չկիրառվի, մեծ է հավանականությունը, որ Տիգրան Գալստյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից։ Միջնորդում եմ փոխել կիրառված խափանման միջոցը և կիրառել տնային կալանք։ Դատախազի միջնորդությունը չի բավարարում դատարանը։ Գալստյանի նոր խափանման միջոցը վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը կսկսի գործել նոյեմբերի 25-ից, կալանքի ժամկետը լրանալուց հետո։ Էդգար Ղուշչյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։